Ադրբեջանում ազատությունից կամայականորեն զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու մասին է խոսել Հայաստանի օմբուդսմենը ԵԱՀԿ խորհրդանական վեհաժողովի փոխնախագահ, վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։ Պաշտպանի գրասենյակից փոխանցում են, որ քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին վերաբերող հարցեր։ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները, հիշենք, ավելի քան 4 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման առողջական եւ հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Մենք ենք մեր սարերը Արցախի խորհրդանիշը հայտնի տատիկ պապիկը ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել։ Սոցցանցերում նոր տեսանյութեր են տարածվում։ Ազգությամբ թալիշ ադրբեջանցի լրագրող Ռահիմ Շալիևն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում արձանի տեսանյութը հրապարակելով։ Հուշարձանի վրա առջևի հատվածում երևում են ադրբեջաներենով տարբեր գրառումներ։ Լրագրողի հրապարակման մեկնաբանություններում էլ մեկ ուրիշ օգտատեր այլ տեսանյութ է հրապարակել, որտեղ էլ արձանի տարբեր հատվածներում դարձյալ ադրբեջաներենով փորագրել են։ Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել Հոմսում հայերի եւ ալևիների դեմ հարձակումից հետո։ Ցուցարարները բողոքում են Սիրիայում բնակվող կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների դեմ։ Ջաբլա քաղաքում զինյալները ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել ցույցը ցրելու համար։ Զինված ջոկատները Հոմսում հարձակվել են հայերի եւ ալևիների վրա։ Անկարգություններ են սկսվել ալևիների Ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Սիրիայի այսպես կոչված անվտանգության ուժերը ժամանել են շրջան իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։ Որոշ տվյալներով ջարդերի առիթը Սուննի ամուսնական զույգի սպանությունն է։ 8 միլիոն ռուբլու մաքսանենգության գործն ուղարկվել է դատարան։ Իրավապահները պարզել են, որ քաղաքացին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով գրպաններում Հայաստանի պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափի 7 միլիոն 990,100 ռուսական դաշնության ռուբլի։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների եւ վճարային գործիքների մաքսանենգությունը հոդվածով։ Քրեական բարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Նանա Ռանունով Գորշարչը ռեստորանից տեղափոխվել է կենդանիների փրկարար կենտրոն։ 2003-2004 թվականներին ծնված Նանարը ավելի քան 10 տարի բանտարկված է եղել Ծաղկաձորի ռեստորանային համալիրներից մեկի նեղ եւ բետոնապատ վանդակում, կարդում ենք հաղորդագրության մեջ։ Գրեթե 1.5 տասնամյակ զրկված լինելով բնական միջավայրից, նաեւ որևէ մասնագիտական կենդանաբուժական բարեկեցիկ խնամքից, Արչը բախվել է ծանր հոգեբանական հետևանքների, հատկապես ակնհայտ էր նրա մոտ դիտվող կրկնվող ստերեոտիպիկ վարքագիծը, անվերջ շրջապտույտներ, ճոճումներ, ինչը մասնագետների ցույց է տալիս կենդանու մոտ առկա խորը հոգեբանական տրավման։ Նանարն այժմ աստիճանաբար վերագտնում է իր հանգստությունը եւ ցուցաբերում է բնությանը մոտ վարքագիծ, անգամ ձմեռային քուն է մտնում։ Սիրամշուրեդյան, ժամը լրատվական։